Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այսօր տնտեսական եւ նաեւ քաղաքական հարցերի շուրջ զրուցել եմ ազգային ժողովի պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հետ, շնորհակալ եմ պարոն Ավետիսյան մեր հավերն ընդունելու համար։ 2025 թվականին ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը հայտարարեց, որ այս տարվա այս առևտրաշրջանառությունը կրկնակի նվազել է եւ նախորդ տարվա 12 քանի միլիարդի փոխարեն լինելու է 6 միլիարդ, տարվա ավարտին արդեն հա։ Մենք գիտենք, որ հենց այս առևտրաշրջանառության կտրուկ աճը, որը պայմանավորված էր ռուս-ուկրաինական կոնֆլիկտով, հնարավորություն տվեց մեր տնտեսությանը շնչել, հա։ Հիմա այս կրկնակի ծավալների կրկնակի կրճատումը ինչ հետևանքներ կարող է ստեղծել, ինչ տեղի կունենա Հայաստանի տնտեսությանը։ Ճիշտ հակառակ էֆեկտ է բնականաբար եւ դա տրամաբանական է, ըստ էության շատ կարևոր է այստեղ արձանագրել, որ սա մի օր լինելու էր։ Այնպես չի, որ չէր կանխատեսվում, այդ նույն էֆեկտը որ կար արտաքին, ոչ թե տնտեսական, այլ աշխարհաքաղաքական գործոնով պայմանավորված։ Բազմիցս ասել էինք, որ սա ժամանակավոր է, վերցրեք նայեք, եթե այսինքն առնվազն միայն ես 100 անգամ տարբեր ֆորմատներով այդ մասին խոսել եմ, ասել եմ, որ այս կարճաժամկետ էֆեկտը եթե հիմա չկապիտալացնենք, այսինքն այդ գումարները որ գալիս են առևտրով եւ փոխանցումներով դրամական չփորձենք դրանք տնտեսության իրական հատված բերել, հնարավորություն ստեղծել, որ դառնան ներդրումներ, այդ թվում օտարերկրյա ներդրումներ, մենք հետո ավելի վատ վիճակում ենք լինելու, որտեղ այդ գումարները հետո այդպես հետ են գնալու կամ այդ բարձր առևտրաշրջանառությունը արդեն նվազելու է եւ մենք ունենալու ենք արդեն լուրջ լրացուցիչ տնտեսական դժվարություններ։ Հիմա սա է իրողությունը, այսինքն չեղավ այդ կապի հակառակը ձեզ ասեմ, եթե դուք վերցնեք նայեք այդ բարձր տնտեսական աճի տարիներ այդ արտաքին գործոնով պայմանավորված։ Մենք այդտեղ ներդրումների, օտարերկրյա ներդրումների ոչ թե համարժեք ներհոսք ենք ունեցել, այսինքն որը տրամաբանական կլներ էլի նաև, այլ ընդհանրապես դրանք արտահայտվել են վերարտահանման ձևով, այսինքն փոխանակ մենք արտադրենք, արտահանենք, այստեղից այնտեղից բերել ենք, արտահանել ենք դեպի Ռուսաստան, հիմնականում կամ հակառակը ռուսական ապրանքները։ Իսկ մենք հզորություններ չենք ստեղծել, ուրիշի հզորությունների վրա ստեղծված ապրանքը։ Եվ դա էլ պատահական չի, դա էլ իր բացատրություն ունի, ասեմ ավելին 2024 թվականին մենք ունեցել ենք օտարերկրյա ներդրումների փախուստ Հայաստանից, այսինքն հիմա էլ այդ լավ վիճակում չի, այսինքն ավելի շատ գնում է այդ ներդրումների այսպես պոտենցիալը մեր երկրից, քան գալիս է, եւ սա բացական հաշվի մնացորդ է զուտ հոսքի, այսինքն ավելի շատ գնում է, քան գալիս է։ Այս լուրջ խնդիր է, հատկապես զարգացող երկրների համար, ընդ որում մենք անկախացումից հետո մշտապես համարյա ունեցել ենք փոքր կամ մեծ դրական հաշվի մնացորդ ավելի շատ եկել է, քան գնացել է, հատկապես խոսքը վերաբերում է ինչքան է հարաբերակցությունը եկող գնացողի այս պահին։ Տեսեք, բացական հաշվի մնացորդը մի քանի տասնյակ միլիոն դոլարների է հասնում, բայց երևույթը ինքնին արդեն խնդրահարույց է։ Հիմա գործոնները տարբեր են, բայց սա խոսուն ցուցանիշ է, այսինքն դուք կհիշեք, չէ, հին ու նոր էկոնոմիկայի նախարարները անդադ խոսում էին ընտրություններից առաջ, հատկապես օրինակ 21 թվականի ընտրություններից առաջ, դրանից հետո միլիարդավոր դոլարի օտարերկրյա ներդրումներ ենք բերելու։ Լավ, 15 միլիարդի մասին են խոսում, այն ժամանակ ընդդիմությունն էլ քննադատեց, որ Հայաստանի տնտեսությունը այդքան գումար չէր կարող մարսել, որ թվերը կգնան։ Վատ ցանկություն չի, դա ասեմ անսահման պոպուլիզմ է, որը հաճելի է լսել, բայց նաև վատ է այն իմաստով, երբ որ պետությունը ցանկացած խնդիր իր առջև դնում է եւ գալիս է իշխանության իր ծրագրային խոստումներով, հետո չի կատարում, այս արդեն բացական սպասումներ եւ այսպես ասենք վստահության կորուստ է առաջանում, ոչ միայն խմբակի համար, այդ որ
այսօր ասենք կառավարումը կամ 3 կառավարումներ, այլ նաև երկրի տնտեսության, այսինքն այս ոչ համարժեք անադեկվատ վիճակը խոսույթի, խոստումների, բարձրաստիճան տնտեսական պատասխանատուների եւ վիճակը իրական շեղումը, խզվածքը բերում է արդեն ներդրումային վարկանիշի նվազում, այսինքն լուրջ չեն մոտենում, էլի ըստ էության չեն ասում, իսկ այդ ներդրումներ միլիարդավոր դոլարի ներդրումներ կատարողները վստահ եք չեմ օտարերկրյա, որ ունեն եւ պոտենցիալ վերլուծելու եւ գնահատելու եւ ունեն տեղեկատվություն եւ կարողանում են այդ տեղեկատվության իման վրա ճիշտ գնահատականներ տալ, իսկ եթե այդ գնահատականը որևէ աղերս չունի պետական կառավարման հետ, այստեղ լուրջ խնդիր է։ Դե իրենց նշած թվերը շատ տմանեն են պատմությանը, վստահ եմ ծանոթ եք նման պատմությունների, երբ որ էլեկտրոնային փոստով հաճախ աֆրիկյան երկրներից նամակներ են գալիս, որ դու ինչ որ պապիկ ես ունեցել, որ մահացել է, խոսքով $100 միլիոն քո այստեղ սպասում է, դրա համար $100 փող է պետք։ Հետաքրքիր համեմատականներ կարող ենք անել, բայց ես ցավալիորեն եմ սա արձանագրում, որովհետեւ տեսեք տնտեսական աճը փոքր եւ բաց տնտեսությամբ երկրների ոչ միայն թվերով կարեւոր է, այսինքն 10% է դա 12 կարեւոր է դրա որակը եւ կառուցվածքը։ Իսկ մենք ինչ ենք ունեցել։ Այսինքն մենք ունեցել ենք այս ընթացքում բարձր տնտեսական աճ, արտաքին գործոնով պայմանավորված, սա բերել է մեր արտաքին տնտեսական կախվածության խորացման, թեկուզ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկեր, բայց խորացել է փոխանակ դիվերսիֆիկացվի, երբ որ դու քո արտաքին տնտեսությունը կամ արտաքին տնտեսական հարաբերությունները մեկ երկրից մտնում է կախվածության մեջ, ինքնին դա արդեն տնտեսական իմաստով շատ վատ է, որովհետև այդ երկիրը կարող ունենա ամենատարբեր տնտեսական խնդիրները եւ դու փաստացի միանգամից հայրանման արտացոլվել է քո տնտեսությունում։ Երկրորդ, քո պոտենցիալը չես կարողանում իրացնել, որովհետև օրինակ ռուսական շուկայում ամեն ապրանք չի, չէ, որ Հայաստանը օրինակ արդյունավետ կարող է արտադրի եւ այդտեղ իրացնի։ Այստեղ մենք կորցնում ենք այդ շուկաները, պոտենցիալ շուկաներն ենք կորցնում։ Ես նույն շրջանում եթե վերցնենք վատացել է ցուցանիշները նույն Եվրամիության անդամ երկրների հետ առևտրում, Միացյալ Նահանգների հետ առևտրում, մեր հարևանների հետ առևտրում, այսինքն խոսքը վերաբերում է Պարսկաստանին եւ Վրաստանին, այսինքն ստեղ մենք մեծ հնարավորություն ենք ունեցել այս բարձր տնտեսական աճը նաև օգտագործելու որակական արդյունավետության բարձրացման, բայց ինչ են կարել, ասենք հիմնական ռուսական ռուբլին բերել ենք Հայաստանից, ինչ որ կտորների ենք վերածել, վաճառել ենք Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, ասել ենք տեսեք ինչ մեծ առևտուր ունենք։ Պարոն Ավետիսյան, տեսեք, աճում է նաև արտաքին պարտքը, այսպես շեշտակի կերպով, հա, եւ իշխանությունները ըստ էության նստած են մի կողմից այդ վերարտահանման ասեղի վրա, դեռ կա այդ շարժը, եւ մյուս կողմից հենց նեղում են պարտք են վերցնում եւ ընդհանրապես եթե պարտք պետություն ցանկացած պետություն պարտք վերցնում, եթե պարտք վերցնում են տնտեսական կարևոր ծրագրեր են իրականացնում, ապա դա վատ չէ։ Այս մարդիկ ավելի շատ կարծեք թե պարտք վերցնում են մսխելու համար։ Նայեք, ինչ իրավիճակ ունենք այս իմաստով։ Տեսեք, կարևոր մի բան ձեզ ասեմ, նորից այստեղ մի մեծ մանիպուլյացիա կա, որ հանրությունից իրականությունը թաքցնում են, որտեղ իրականում իրենց առաջնորդությունը ազնիվ մղումով չի, եւ մեկ առաջնորդություն ունեն, սեփական աթոռը, որտեղ իրանք նստած են ամեն գնով պահելու այդ մղումն է, որը տարածման են կյանքի բոլոր ոլորտներում։ Հիմա դուք զարմացած հարց եք տալիս կամ որևէ մեկը, ես էլ ձեր հետ, բայց այստեղ երբ որ մենք մի փոքր փորձենք դետալացնենք, այդ հարցի զարմանքը կվերանա, ինչի մասին է խոսքը։ Իրենք ասում են պարտքը հա դե պարտքա վերցնում ենք, բոլոր երկրները վերցնում են, բայց այդ պարտքով մենք ճանապարհ ենք կառուցում, ես ենք անում, որ դուք ունենաք պայման, աշխատեք, լավ ապրեք, ձեր կյանքի որակը բարելավի։ Տրամաբանական է, չէ՞, այսինքն եթե ճանապարհը լավն է, բիզնեսը էլ կարա այդ ճանապարհից օգտվի, ավելի արդյունավետ լինի եւ մյուս կողմից էլ ինչ վատ է, որ ես ճանապարհը մեր լավն է, ասենք հիմա ով չի ուզում, ասենք ես ապրում եմ Երևան քաղաքում, ծայրամասերից մեկում եւ լավ կլինի, որ մեր ճանապարհը լավ լինի։ Հիմա որտեղ է այստեղ սուտը, ասեմ ձեզ ավելին, լկտի սուտը, հետեւյալով, նախ այդ
ճանապարհներ սարքել, թե դպրոց սարքել, թե ջրամբար սարքել եւ այլն, այստեղ կարևոր առաջնահերթություններ կան։ Այսինքն հանրային ռեսուրսը միշտ բավարար չի, պիտի ճիշտ առաջնահերթությունը որը անես, որից հետո։ Եվ սա հաշվարկապետ, տնտեսագիտական եւ այլն, ասենք, մոտեցումներ, որը պիտի գա քո երկրի կայուն զարգացման շահից, բխի։ Չի բխում, որովհետեւ իրենք այդ ամեն ինչ անում են, նորից կրկնեմ, մեկ շահից իրենց աթոռը ոնց անեն, իրենց իշխանությունը բան։ Եվ դրա համար ինչ է ստացվում։ Ընտրություններից առաջ, ասենք, ասֆալտ են փռում տարբեր տեղեր եւ այլն, մենք դրան աղքիններում էլ էլի այդտենց ականատեսել ենք, բայց այդտեղ ծրագրված մոտեցումով ոնց անենք, որ ցույց տանք, այ տեսեք, մենք ձեր ճանապարհը լավացրինք, մենք այստեղ բանը զրոյից դպրոց կառուցեցինք եւ այլն եւ այլն։ Հիմա լավ գանք, այսինքն առաջնահերթությունները ըստ էության չեն պահվում, որը որ շատ կարևոր է։ Երկրորդ կարևոր հարցը հետեւյալի մեջ է, այսինքն այդ պետական գնումները որքանով են արդյունավետ ծախսվում այդ գումարները։ Ես ձեզ ասեմ, լուրջ կասկածներ կան եւ հիմնավոր, որովհետեւ եթե տեսնում ես այդ շինարարությունը անում է բարձրաստիճան պաշտոնյայի նեղ շրջապատի կազմակերպությունը կամ այն կազմակերպությունը, որտեղ ընդեղ ունեն բարձր պաշտոններ, կարաս մտածես, որ դե լավ, հիմա ինչ անի, մարդը աշխատում է պատահական է, բայց երբ որ մի քիչ հետ ես գնում, ես 2019 թվականին օրինակ բերեմ, մի վերլուծություն էինք արել, որտեղ օրինակ, եթե չեմ սխալվում, 5 միլիարդ, եթե ճիշտ եմ հիշում թվերը, 5 միլիարդ դրամի կարծեմ դիզվառելիք էին վաճառել պաշտպանության նախարարության մեկ անձից գնումով։ Հետո նայում ես, տեսնում ես այդ կազմակերպությունը մի քանի օր առաջ է այդ գնումից ստեղծվել։ Հետո նայում ես մի քիչ էլ տեսնում ես մի լիտր դիզվառելիք չի ներմուծել։ Հետո նայում ես, տեսնում ես, ասենք, գործող պաշտոնյա հետ ոչ միայն կապ ունի, այլ նաև կարևոր մի հանգամանք կա այստեղ, այսինքն գնել է ներմուծողից եւ վաճառել ՊՆ-ին եւ մի այնպիսի գնով, որը որ մանրածախ շուկայում է մոտավորապես։ Նա հարց է, չէ, առաջանում։ Այսինքն, բա եթե մրցույթով անեիք, եթե ես նայում եմ մեծածախ մանրածախ շուկայի գոնե այս գնային տարբերությունը պետության համար կլներ ծախսի խնայողություն։ Այսպես է նաև, այսինքն նայում ես, տեսնում ես այն կազմակերպությունները, որոնք նորելուկ են, մեկը արագ մտնում են շինարարություն, այդ պետական բարձրաստիճան պաշտոնյաների առաջնորդությամբ իրանց շրջապատի, այսպես է, տնօրեն կամ կարևոր դերակատար, պետական գնումները սկսում են արագ վերցնել, անել եւ այլ եւ այլ։ Պարոն Ավետիսյան, դուք զարմանում եք դրա վրա, 2018-ին մենք մի հետաքննություն ենք արել, պարզվել էր, որ այս իշխանությունները մեկ անձից կատարվող գնումների այդ ճանապարհով պայմանագիր են կնքել մի ընկերության հետ մի քանի 100 միլիոն դրամի, ընկերությունը դեռ պետ ռեգիստրում գրանցված էլ չէր, բայց պայմանագիրը կնքված էր, այսինքն ընթացակարգը չէր ավարտվել գրանցման։ Այնպես որ այսինքն այդ մեկ անձից գնումներն էլ որ աճեց, ես ձեզ հիշեցնեմ նաև մեր անձնությանը սեփական ընկերների հարազատների բիզնեսներին ֆինանսավորելու մի կարևոր քայլ էլ արեցին, ստեղ այդ հաջորդ մանր բերեցին որոշ տիպի մեկ անձից գնումներ, որոնք այդ հաշվարկի տակ էին, օրենքով անունը փոխեցին, որ ցույցը պատկերացրիք ինչ, այսինքն հիմա կոնկրետ այս դեպը մեկ անձից գնում է համարվում, ասենք օրինակ գնում ես, իրանք բերեցին, դա հանեցին այդ ցուցանիշի միջից, որ շատ էր ուռում մեկ անձից գնումները, ասենց թրիչքաձև աճում էր, ժողովուրդն էլ ասենք անհանգստանում էր, ինչի մեկ անձից եղբայր, դու եկել ես թափանցիկ իշխանություն իբրև ժողովրդավարական, այս ինչի է մեկ անձից գնումները, ինչա չես կարողանում պլանավորես այդքան խելք ու միտք չունես, թե ասենք համընկելա բերանը տանընդհատ մեկ անձից գնումներով կեղեքում ես, ասենք բյուջեն։ Հիմա այս եւ եթե ես ամփոփելու լինեմ, այստեղ երկար կարելի է խոսալ։ Մյուս կարևոր հարցը էս պետական պարտքով բանը, այդ ենթակառուցվածքներ զարգացնելու գալիս է սրան, որ էդ էլ ասեցինք, որ այդ անորոշություններն ու ռիսկերը կան, հետեւյալին, դրանով փակում են այն խոսույթը կամ այն մարդկանց բերանը, ովքեր օբյեկտիվորեն ասում են սոցիալական պետությունում, այս երկրի ազգաբնակության սա է պետք մեր հանրությունը իմանա, այսինքն այդ ասֆալտներ անելով եւ ցուցադրելով վաղ ասում են մենք փողը ծախսում ենք կայուն զարգացման վրա, դրա համար թոշակ, նպաստ, նվազագույն աշխատավարձ չենք բարձրացնում, բայց լավ 40%-ը դուք եկաք իշխանության, չէ, ասում էին
կրկնակի նվազեցնելու ենք աղքատությունը, պարզ բան է, վերացնելու ենք ծայրահեղ աղքատությունը եւ այլն, երջանկություն բան դրանք չափելի չեն, տենց էլ իրանք բանը, չգիտեմ, ինչ բերեցին երջանկության փոխարեն։ Երջանկության մասով էլ հակառակը բերեց։ Հա, հիմա պարզ բան, 40%-ը մեր բնակչության, ովքեր աղքատ են, ծայրահեղ աղքատ են, միայնակ կենսաթոշակառուներ, աշխատող աղքատ են նույնիսկ, այդ մարդկանց կյանքի որակը վատացել է։ Մի պարզ պատճառով, իրենց եկամուտները անվանական ավելի քիչ է աճել, քան գներն են աճել միջին։ Այդ չասեմ առաջին հանրայնության ապրանքների։ Հիմա այս մարդիկ են կրում հիմնական են բեռը, որով իրանք ասֆալտ են անում, պարզ բան։ Այսինքն այդ փողը, որ պարտ վերցնում, տանում, ասֆալտ են անում, հետո այդ գումարները պիտի հետ վճարես, չէ՞, տոկոսները վճարես։ Այսինքն այդ միլիարդ դոլարից ավել 1.5 միլիարդ դոլար տարվա բյուջեի մեջ, որը կազմում է մեր ծախսերի 10-15%-ը, չի գնում թոշակի բարձրացման, որովհետև պարտքը կրկնապատկել են մի բան էլ ավել, 2 քանի անգամ ավելացրել են եւ տոկոս են տալի։ Այսինքն տունը պարտքով պահում են, ասում են դե մենք զարգացնում ենք եւ այլն։ Եվ ամենակարևորը, որ ամենավտանգավորն է, այս գումարներով, որ ասենք ասֆալտ են անում, ես այդ Նորքի ճանապարհի օրինակն եմ բերում եւ նաեւ տարբեր մի քաղաքում պատտվեք տեսեք։ Այսինքն մի քանի ամիս առաջ ասֆալտ են անում, հիմնանորոգում են, հետո ասում են վայ, գիտեք, մոռացել ենք օրինակ պայմանական, որ ստեղից ջրագիծ անցներ։ Վայ նայեք, եթե 30 տարի հետո արվի դա, հասկանալի է, որովհետեւ փոխվում է։ Բայց լավ դու մի քանի ամիս առաջ այստեղ հիմնանորոգում ես իմ փողով, իմ պարտքով, որպես քաղաքացի, իմ վճարած հարկերով։ Մի քանի ամիս հետո գալիս քանդում ես, այդ ամեն ինչը դրոյացնում, փոշիացնում ես, իսկ դրանք միլիոնավոր, տասնյակ միլիոնավոր դոլարներ են։ Հետո նորից նույնը անում ես, բերում ես եւ Պարոն Արարատյան, ձերս ասածը մի զավեշտալի բան ինձ հիշացրեց, որը իմ աչքով եմ տեսել, ուրեմն Նուբարաշեն համայնքի այդ գլխավոր փողոցը հենց 19 թվականներ կարծեմ ու անցնելուց ամեն օր տեսնում ես, բերեցին գլխավոր փողոցը ասֆալտապատեցին, դրանից 2 շաբաթ հետո եկան քանդեցին բան այդ բորդյուրներ ասվածը, եզրաքարերը քանդեցին, ասֆալտն էլ հետը ու եզրաքարերը փոխեցին, եզրաքարերը փոխելուց հետո եկան քանդեցին, ջրագիծը փոխեցին, այսինքն սա այդ իրաց պլանավորման մակարդակի մասին է խոսում։ Այդ ուրեմն եւ այսպես շարունակ, այսինքն երբ որ պարտք են վերցնում, օրինակ ընտանիքի վրա բերենք, հա, երբ որ պարտք է վերցնում տան հայրը եւ ասենք տանում է իր ավտոմեքենայի ապակիները մքեցնում է, իսկ երեխան ասենք օրինակ դպրոցում ունի ենթադրենք դպրոց գնալ գալու հետ կապված ծախսային խնդիրներ եւ դրա պատճառով կարա ինչ-որ բան տուժի, այս է ամբողջ հարցը, որ թե վերցնում ես, ասենք ինչ անես, որ այդ գումարով, իսկ վտանգը նա է, որ ինչքան էլ իրանք գլուխ գողան, մեզ պարտքային ճգնաժամից փրկել է, ես ձեզ ուղիղ ասում եմ, եւ հետաքրքիր բան եմ ասում, մեզ պարտքային ճգնաժամից փրկել է ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին ստեղծված այն տնտեսական էֆեկտը, որը եկավ Հայաստան։ Հիմա հաջորդ հարցը դրա մասին էր, քանի որ հնա-պարտք հարաբերակցությունը արտաքին պարտք բավական այդ տոկոսը հնայի մեջ նվազել է, հա, նախորդ տարիների համեմատ, բայց ինչպես դուք ասացիք, դա ռուս-ուկրաինական պատերազմի հետևանք կամ արդյունք էր։ Այո, հիմա ռուս-ուկրաինական պատերազմը ենթադրենք ավարտվեց։ Այս վերարտահանումը կրճատվեց, որովհետև եթե հիշում ենք, մինչև այս պատերազմը գրեթե 2 միլիարդի էր ասում, չէ՞, ապրանքաշրջանառություն մեր եւ Ռուսաստանի միջև, այսինքն կտրուկ աճել է։ Հա, հիմա 6 միլիարդ կլինի, հիմա անգամներով կնվազի։ Ինչպես է փոխվելու այս հարաբերակցությունը եւ ինչ հետևանք կա։ Նայեք, նախ մեր հանրությունը պետք է իմանա, որ այս պետական պարտքի մասով որ sense մի մոմենտ դայները դուրս չէր գալիս, որտեվ տեսնում էին, որ արդեն կարմիր գիծը հատած է, արդեն մոտենում ենք պարտքային ճգնաժամի իր լուրջ հետևանքներով, այս ռուս-ուկրաինական պատերազմը 22 թվից արդեն որ այդ սահմանափակումներ եւ այլն երկու կարևոր էֆեկտի բերեց։ Էֆեկտ 1 Հայաստանի Հանրապետության դրամը արժևորվեց, նաեւ այդ արտահանման եւ այդ դրամական Ռուսաստանից փոխանցումների արտարժութային մուտքերի հաշվին։ Էապես արժևորվեց, չէ՞ մեր աչքի առջև։
հիշեք 22 թվի հունվարի Այսինքն 1-ին 480 դրամ արժեցող դոլարը դարձավ 380 դրամ։ Սա մեկ։ Հիմա կասեմ դա ինչ կապ ունի պարտքի հետ, շատ պարզ։ Մեր պարտքի այդ ժամանակ մոտ 60-65%-ը արտարժութով էր։ Հիմա է կեսը արտարժութով, կեսը դրամով։ Այսինքն եթե $1 միլիարդ պարտքը 480 միլիարդ դրամ է, հիմա 380 միլիարդ դրամ է։ 100 միլիարդով ցենց օդից նվազում է այս ցուցանիշ որպես վիճակագրություն։ Երկրորդ է տնտեսական բարձր աճը, մերոնան դրամով է եւ թրիչքաձև աճեց հիմնականում այդ գործոնով պայմանավորված վերարտահանման գործոնով եւ Ռուսաստանի հետ փոխգործակցության եւ նաեւ այդ տնտեսականի դեպ այդ գործոնով նաեւ Հարևան Վրաստանը արձանագրել է երկնիշ տնտեսական աճեր չլինելով ԵԱՏՄ անդամ երկիր։ Հիմա հակառակն է ձեր ասած, այսինքն տրանսֆերները նվազում են, կրճատվում են, հակառակը այդ եկած փողերը, որոնք սպահանջ դեպոզիտներ էին բանկերում, այսինքն դրվել էին, այսինքն ժողովրդի լեզվով ասած մեռանք ասելով պայման ստեղծեք բանկից այդ գումարները, այդ սպահանջ դեպոզիտները թեկուզ դրսից եկած մտնի տնտեսություն, սպահանջ դեպոզիտից դառնա գոնե երկարաժամկետ ավանդ, հետո դրանից հետո դառնա ներդրում այս կամ այն ոլորտում թեկուզ փոխհատվական կապիտալի ձևով, այսինքն պարտքով փողով վարկով կամ օտարերկրյա ուղղակի ներդրումների եւ այլն ձևով չեղավ։ Հիմա դրանք հետ գնալու են, չգնալու են։ Պլյուս դրան ասեցի արդեն օտարերկրյա կապիտալը հետևողականորեն Հայաստանից այս վերջի շրջանում փախնում է, կապիտալի փախուստ ստեղ հիմնական գործոնը տնտեսական է, չի քաղաքականն է։ Հիմա եթե հարկային տերորիզմ գործադրում, անորոշություններ է, ասենք եթե հեծ ես գրավում հաստատ որևէ ներդրող չի ուզենա։ Այդ իր հետևանք ունենում է։ Եվ վերջապես հիմա երբ որ դա էլ եղավ կամ այդ վերարտահանումը ինչ էր, վերարտահանումը նշանակում է նաև մուտքեր որոշակի եկամուտներ մեր վերարտահանողների համար, որոնք նորից տնտեսություն էին գալի արտարժույթի ձևով, էլի դրականորեն ազդելով ազգային արժույթի վրա եւ տնտեսության վրա։ Ի վերջո արտահանումը կլինի վերարտանում թե քո եղածի արտահանում, դա տնտեսական աճի լուրջ պոտենցիալ է։ Հենասյուներից մակրոգործոններից մեկն է։ Հիմա դա էլ եթե նվազի մյուսն էլ եւ այս անորոշություններն են բերելու է հակառակ էֆեկտի։ Իսկ այս խմբակը կառավարող ինքը լավ գիտի պարտքի տեղը եւ լավ գիտի այդ պարտքը ոնց տենց ներկայացնի փաթեթավորի, որ հանրության մոտ մեծ այսպես ահազանգ չառաջանա։ Ես որ հանդիպում եմ մարդկանց նաեւ երբ որ այցելում եմ տարբեր մեր բնակավայրեր, գյուղական բնակավայրեր եւ այլն, շատերը օրինակ դեռ այդ գիտակցմանը չեն եկել, դե որ թեկուզ որ պարտքով լինի, հետո կտանք բան, բայց ամենակարևորը այդ պարտքը ոչ միայն այսօր արդեն ցույց տվեցի սոցիալական կարևոր առաջնային խնդիրների լուծման նախոչնդոտում, որտեղ տոկոս է տալիս հետո, էլի, այլ նաեւ ձեռքները մեկնել են արդեն ապագա սերնդի զարգացման այդ երեխեք, մեր երեխեքը չէ, դե 14, վաղը 24, 50 միլիարդ դոլարի պարտքը պիտի մարեն, որտեղից պիտի մարեն, պիտի քրտնեն, աշխատեն իրենց հավաքական այսպես ծնողների, այսինքն այսօրվա մեր պետության վերցրած պարտքը իրենց ուսերին էսենց դրած պիտի մարել գնան։ Արձանագրենք, որ այդ պարտքը որ վերցվում է, տնտեսության մեջ չեն ստեղծում հզորություններ, որ հետո այդ հզորությունների հաշվին դու փակես, աշխատի տնտեսություն ստեղծում են, այդ նորքի օրինակը ձեր։ Եկեք մի հատ օրինակ բերենք, էլի, հա, մեր ժողովուրդը որ հասկանա, խոշոր հարկատուներից ամենաթիվ մեկը հեռախոս վերարտանող ընկերություններ։ Այսինքն սա ժողովրդի համար եմ ասում, որտեղ իրենք հաճախ միայն թվեր են ներկայացնում։ Ժողովուրդը դա չի պատկերացնում, որ այս մարդիկ ասենք Samsung կամ iPhone, Apple-ի հեռախոսները բերում, տանում են Ռուսաստան, փող են բերում եւ մեծ հաշվով տնտեսությունում շատ բան չի, որ ինքը շահույթ է ստանում, ված չի աշխատատեղ, բայց այո, դա իրական հատվածում ներդրում չի։ Գյուղատնտեսությունը մեր երկրում այս իշխանության օրոք ազատ անկման մեջ է։ Խնդիրը ստե է։ iPhone բերել, երբ որ ասում ես, ախր կառուցվածքը տնտեսության դուք վատացնում եք, այդվում արտաքին տնտեսական եւ այլն, ասում են դե վատը ոսկի են բերում, տանում, ասենք, ված չի։ Թող բերեն, թող մի քանի միլիոն դոլար, մի քանի տասնյակ միլիոն դոլար լավ շահույթ ստանան այդտեղից էլ որոշակի հարկ է, բայց սա համարժեք դու դրանով խափում ես, դա օգտագործելով փաթեթավորում իրական խնդիրները խափում ես, հանրությունից թաքցնում ես։ Բա ինչ է, եթե այսքան լավ է, հարց։ Այս գնաճի պայմաններում այդ ընթացքում 22-24
բարձր գնաճային ճնշումներ ենք մենք ունեցել։ Նաև դրսից եկող, լավ, կա գնաճ, ինչքանով էր օբյեկտիվ, ինչքանով կարելի էր դրա դեմն առնել, հարցի մյուս կողմը։ Փոքր տնտեսություն ենք, մոնոպոլացված բարձր աշճանը շարունակվում է, շատ հարցեր կարող լուծվեր, որ այդքան գնաճ չներ։ Գնաճ կար դրսում էր, բայց այդքան պատիկներով ավել Հայաստանում չներ, խոսքը առաջին հանրության ապրանքների գների մասին հանրությունը լավ հիշում։ Մեծ այդքան լավ է այդ ամեն ինչ եղել, բարձր տնտեսական աճ, դուք այդպես վստահ եք, որ այդպես կայուն է այդ ամեն ինչը։ Ինչի համարժեք կողմն է դրան գնաճին, իդեպ մենք աշխատավարձերը չեն բարձր։ տարավ նման նախագիծ։ Ասես բերեք ինդեքսավորենք, սա կարևոր բան է։ Այդ ընթացքում, երբ որ բարձր տնտեսական աճ էր, հարկայի մուտքերը ցենց հեղեղով լցվում էին բյուջե, իրանք էլ ասենք sense նստած վայելում էին իրանց այդ կապ չունեցող տնտեսական էֆեկտը։ Հիմա ասում ենք դե լավ, բերեք օբյեկտիվորեն, ոչ ավել, ոչ պակաս, թոշակները, նվազագույն աշխատավարձը եւ նպաստները աղքատների, ծայրահեղ աղքատների ինդեքսավորենք, այսինքն եթե կա գնաճ պայմանական x%-ով, գոնե x%-ով դա բարձրացրեք, որ այդ մարդը ավելի վատ չապրի վաղը, քան երեք։ Չարեցին, չէ՞։ Հաջորդ եթե այդ ամեն ինչ այդքան լավ էր, այդ բան, բայց ինչի մեր իրական հատվածը օրինակ, տնտեսության իրական հատվածը, երբ որ այդ արտաքին էֆեկտը դուրս եկավ, վերցրեք արդյունաբերությունը, աճի փոխարեն նվազում է։ Գյուղատնտեսության մասով էլ արդեն ասեցի։ Հիմա սա է իրականությունը եւ ցավոք մեր տնտեսությունը ոչ միայն մեկ կետից, մեկ մեխից կախվածությունը խորանում է, ինչը վտանգավոր է եւ ռիսկային։ Բացի դա էլ Այդ մեղն էլ ոնց որ թուլանում է բավական։ բացի դա էլ մենք ունենք շատ ավելի լուրջ խորքային խնդիրներ։ Պետությունը տնտեսական տերորի է ենթարկում։ Պետությունը տնտեսությանը հարկատուն հերոսա շատ լավ։ Դա փաթեթավորումն է, ներսում ինչա, գեղեցում են հարկատուին։ Այսինքն բռնում են, տուգանում են, անիմաստ, ասենք բազմաթիվ այդ օրը քրեական գործեր են հարուցում, ասենք մի շատերը մեզ որ լսում են, իրենց մաշկի վրա դա տեսել են, ասենք մի մեծ գումարի մի հատ բան ակտ են գրում, այսպես ժողովրդի լեզվով ասած, հարկայինը, եւ հետո ինչ են ասում, հետո ասում են, արի բանակցենք։ Ասենք այսքան կտաս, այսքան սենց կլինի։ Անցած օրն էլ այդ հարցը բարձրացրի պետեկամուտների կոմիտեի պաշտոնատար անձի։ Ասում եմ, այդ որ հետ պետք է վերադարձնեք այդ գումարները, օրինակ ավելացրած արժեքի հարկի։ Այդ ի՞նչ է կատարվում, այսինքն ով ունի գումար մեծ հետ պետք է ստանա, քրեական գործեր են հարուցում եկել պայմանական, հետո բանակցում են, այսքանը կթողես բյուջե, օրինակ X-ի կեսը կամ 60%-ը 40-ը հետ կտանք, չէ, քրեական գործերով կգնաս, հələ տենամ գլխիդ ինչ կգա։ Պարոն Ավետիսյան, գանք ամփոփման եւ քաղաքական մեկ-երկու հարց կան։ Երկար ժամանակ ձեր խմբակցությունը թիրախավորվում էր պատիվ ունեմի գործընկերների կողմից, նաև ուղիղ այդ խմբակցության պատգամավորների կողմից, որ դուք ստորագրություններ չեք տալիս այդ իմպիչմենտի համար։ Չնայած ամիսներ առաջ էլ ձեր խմբակցությունը հայտարարել էր, որ ստորագրությունները կան, որ պահին դուք գործընթաց սկսեք, դրանք կլինեն։ Ի վերջո, վերջերս տեղի ունեցած լսումների ժամանակ պարոն Իշխան Սաղաթելյանը հրապարակային այդ ստորագրությունները հանձնած իրենց։ Այդ քաղաքական թևի ամբողջ խոսույթը հետևյալն էր, որ մենք արդեն ունենք անգամ ԿՊԱ-ականների համաձայնությունը, բայց այ որ Հայաստան Դաշինքը չի տալիս այդ Հայաստան խմբակցությունը չի տալիս այդ ստորագրությունները, նրանք վախենում են միանալ։ Հիմա մի քանի օր է տվել եք ստորագրությունը, քանի ԿՊԱ-ական է միացել։ Դուք պետք է ասեք։ Դուք եք ժամից գալիս որտեղ Դե որովհետեւ ախր այդ հարցը հենց ինքնին ունեց մտածեցի երևի այդպես բան կա որ արդեն անուններ եմ տալու։ ասենք հիմա նայեք այո ամիսներ առաջ ես եւ իմ գործընկերները ստորագրել ենք այո այդ իմպիչմենտը այսպես գործընթացը սկսելու փաստաթղթի ձևաթղթի վրա դա ասել ենք հայտարարել ենք չէ կարծեմ հայտարարությունն է քաղաքական հայտարարություն եղավ որ այո միանում ենք եւ այլն ես դες այստեղ երկու մասի բաժան եմ Հացը բաժին 1 այն ինչ որ իրավական եւ քաղաքական հիմքերը կա որ այսօրվա իշխանությունը մեկ լեգիտիմ չի եւ նաեւ իր տված խոստումների եւ փաստի իմաստով եւ նաեւ բազմաթիվ իրավական այլ խնդիրների առումով այդ թվում իրավաքաղաքական այստեղ երկու խոսք չկա սա փաստ է
Եվ դրա մասին ես հիմա չեմ ուզում ասեմ, մենք ենք ավելի շատ խոսել, թե այլ քաղաքական ուժեր եւ գործողություններ են կարել, այստեղ հայտարարություններ են եղել, գործընթացներ եւ այլն, չի հասել իր տրամաբանական ավարտի մի պարզ պատճառով։ Չի գեներացվել այնքան, այսպես քաղաքական պայքարը չի բերել մի այնպիսի իրավիճակի, որ քաղաքական ճնշումով մեծամասնությունը կստորագրեր եւ նաեւ քվե կտար վարչապետին impeachment պաշտոնազրկելու համար։ Պարզ բան է, չէ՞, մեր աչքի առջև է եղել։ Առնվազն ամենօրյա պայքարի մեջ ենք եղել, այդ ամեն ինչը տեսել ենք եւ չի հաջողել այդ պատճառով։ Հիմա եթե կա մի քաղաքական ուժ, միավոր մարդկանց խումբ եւ այլն, որ գտնում են, որ հնարավոր է դա հիմա անել եւ դրանով խնդիրը լուծել, ես ասում եմ, ամեն օր իրավաքաղաքական հիմքերը impeachment-ի եւ այս իշխանությանը իշխանազրկելու գոյաբանական մակարդակի են հասել եւ այդտեղ հիմնավորման մեջ մեկ միավոր ավելացնել կամ չավելացնելը խնդիր չի լուծում, սա կար տևական ժամանակ եւ պահպանվում ամենալ այստեղ որևէ մեկը տարբեր կարծիք չունի։ Գործընթացի մասով էլ ախր պարզ հաշվարկ է, էլի նոր քիչ առաջ մենք իրար հետ բարդ տնտեսագիտական երևույթներից էինք խոսում, ամենատարբեր գնահատումներն էինք ասում, այստեղ շատ պարզ հաշվարկ կա, եթե պետք է 36 ստորագրություն, որ գործընթացը սկսի impeachment-ի, որից անմիջապես կարճ ժամանակ հետո օրերի ընթացքում պետք է որ 54 մարդ պատգամավոր 54 պատգամավոր այդ քվեարկությանը մասնակցի քվեարկի, որ տեղ ունենա այդ գործընթացը։ Շատ լավ, մենք կարծեմ նաև եւ մեր կուսակցությունը եւ նաեւ խմբակցությունը ողջունել են, խմբակցության անունից ողջունել են, որ այս գործընթացը եթե մեկնարկվում է նորմալ է, մենք մեր ողջ ուժով կմիանանք, եթե վաղ այդ նախագիծը եկավ, ես ասում եմ վստահաբար մենք կողմ կլինենք այդ գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու համար բոլոր իրավական, այսպես ձևերով եւ հնարավոր ձևերով։ Հիմա մնում է արդեն զանգը կախելու Դուք հարցեր չունեք հանրապետականը պատիվ ունեմին, ովքեր պնդում էին այդ լսումներից առաջ, որ հենց Հայաստան խմբակցությունը միանա, միանգամից ԿՊԱ-կանները կմիանան։ Սպասում ենք, այո, ինչքան եք սպասել։ Իշխան Սաղաթելյանը ասել ինչքան է ողջամիտ։ Տեսեք, ողջամիտ, նայեք, եթե օրերի հարց լիներ եւ ամսաթիվ լիներ ողջամիտի փոխարեն նշելու, վստահաբար Իշխան Սաղաթելյանը կասեր ամբողջության մեջ կներկայացներ, բայց ողջամտությունը ողջամիտ ժամկետ այսպես ընդհանրապես հանրային կյանքում կիրառվում են ժամանակ, երբ որ դու ամիս ամսաթիվ չես կարող ասել, բայց գոնե տրամաբանական որոշակի սկզբունքներ կա։ Այսինքն դա չի կարող ասենք գնա, այսպես ասենք, միջև օրինակ հերթական ընտրությունների ժամանակահատված, այսպես ամեն օր սպասենք, որ այ գիտեք, այ այսօր չեղավ, վաղը կլինի, ցերեկը չեղավ, երեկոն կլինի եւ այլն։ Գործընթացը իրենք էլ ասել են, մենք սպասում ենք, որ արդեն պետքա այդ գործընթացը ստորագրությունները կար, չէ՞, այդ թղթի վրա ես ինքս ստորագրել եմ, ես 095 համարն եմ, այդ թղթի տակ ստորագրել եմ, այդ սպասումով ամիսներ անցել է, հիմա ասում են ինչ որ չէ, մի քիչ որ այս ֆորմատը բան չեմ ուզում այստեղ խորանամ, որքանով է դա Անավետիսան, ինչու չեք ուզում խորանալ, ձեր նկատմամբ արդար չեն վարվել, որպես խմբակցություն, այդ խմբակցության մասին, ոչ թե անձնապես ձեր մասով, չէ, հարցը հասարակություն կա, չէ, մարդիկ նայում են ձեզ, ընտրողներ կան, հիմա նայում են, որ 4 ամիս դուք թիրախավորվել եք, դուք ճիշտ եք, դուք ի վերջո լավ ասել եք, լավ եկեք վերցեք, գնացեք հələ այդ ձեր ԿՊԱ-կաններին բերեք, հիմա մի քանի օր չեն բերում ԿՊԱ-կաններին, բայց լավ արձագանքը արդյոք, չգիտեմ, գնահատականների ժամանակը չի, այսպես ասեմ։ Նայեք, առաջին հարցին ձեր գամ, գիտեք, մեր համար կարևորը մեր այսպես անձնական PR-ն ու, չգիտեմ, այտենց բանը չի, կարևորը այն խնդրի մենք իրոք դրան հավատում ենք։ Ես ով հիմա ինձ չի հավատում, ինքը խորապես սխալվում է։
Մեր խնդիրը այս վիճակից դուրս գալն է, այս գոյաբանական վիճակից, գոյաբանական խնդիրների վիճակից մեր երկիրը դուրս բերելն է, երբ որ ամեն օր հարվածում են քո ազգային արժանապատվությանը, ազգային արժեքներին, մեր ինքնությանը, իմ ու իմ երեխայի ինքնությանն են հարվածում ամեն օր իմ երկրի, իմ պետականության ինքնիշխանությանը, իմ ժողովրդի ու երկրի հարատևմանը, հարվածում են օրնի բուն, դրսից, ներսից, կազմակերպված, պետական ինստիտուտներն օգտագործելով։ Այս իրավիճակում ես կարծում եմ, այո, եթե մի փոքրիկ նշուլ կա, մի փոքրիկ ինչ-որ հույս կա, մենք այո, արդար ձևով, առանց հետին մտքով ասել ենք, այն ժամանակ ենք ասել, բայց եթե կան կասկածներ ինչ-որ մարդկանց մոտ, որ այ չէ, որպեսզի մենք հավատանք, այս թղթի տակ պետք է ստորագրեք, այս գույնի գրիչով ստորագրեք, սա արդեն լուրջ չի։ Այսինքն մենք ստորագրել ենք, լավ, եւս մեկ անգամ, կարծում եմ սա արդեն վերջին անգամ, ասեցինք, լավ, այս թուղթը։ Կա այլ թուղթ, որը օրինակ իրավական տեխնիկայի առումով գուցե անհրաժեշտ է։ Գուցե անհրաժեշտ է, որ անխոցել է, շատ լավ, սա էլ ենք անում, բայց քաղաքական պատասխանատվություն են վերցրել մեզ էլ, մենք էլ որպես աջակցող պարլամենտական ընդդիմադիր մեր աջակցությունը հայտնել ենք, հայտնում ենք, աջակցելու ենք եւ արդեն այդ ստորագրությունների մասով հիմա շատ լավ։ Լավ, վերջին հարցը շատ լավ կլինի, եթե երբ որ միանշանակ կհասունանա եւ կգա այդ օրինագիծը, այսպես ասենք, impeachment-ի ազգային ժողով, բնականաբար մենք մեր հիմա դրա մասին իհարկե շատ լավ կլինի, որ ողջամիտ ժամկետում հնարավոր լինի իրենց խոստումը կատարել, ԿՊԱ-կանների միացնել գործընթացին եւ մենք ազատվենք Նիկոլ Փաշինյանից, սա լավագույն սցենարը։ վարկյան առաջ։ Հա, եւ այստեղ քննարկելիք չկա, բոլորս կողմ ենք այդ process-ին, Նիկոլ Փաշինյանից ազատվելուն։ Բայց եթե խոստումը չի կատարվում, այդ ողջամիտ ժամկետը անցնում է, ելնելով այն հանգամանքից, որ ձեզ թիրախավորել են, հանիրավի մեղադրել են, պիտակավորել են, հիշում եք, եւ սա արվել է անգամ խորհրդարան օրենքի ուժով անցած ուժի կողմից։ Դուք քաղաքական գնահատականներ կտաք պատիվ ունեմին։ Տեսեք, ամեն ինչ իր հերթին ժամանակին, այո, ամեն ինչ իր չափն ունի, չէ՞։ Դες բան կա, որ բան հանրային կյանքում կամ քաղաքականության մեջ այդպես չափ չունեն։ Իհարկե չէ։ Այո, շատ դեպքերում, շատ անձինք, որոնք որ իբրև քաղաքական որ հայտեր են ներկայացնում եւ այլն տարբեր փաթեթավորումներով չափերն անցնում են։ Վստահաբար եմ դες ասում, անցնում են։ Իրենց գնահատականների մեջ բան ասենք մտնում են անձնական տիրույթ եւ այլն։ Այս դեպքում ակնհայտ է դառնում, որ իրենց խնդիրը մեր միասնական խնդիրը չի, այսինքն այսպես այսօրվա խնդիրներն ու իշխանության դեմ այդ մասով պայքարելու խնդիրը չի, այլ խնդիրներ ունեն։ Այո, ամեն ինչ իր ժամանակին։ Ինչի մասին է խոսքը։ Ինչի մասին է խոսքը։ Չափը հետևողականորեն բարբերաբար անցնողին, անկախ արդեն ամեն ինչից, երբ որ տեսնում ես արդեն անդառնալի է եւ նպատակն էլ ամենակարևորը, նպատակը ոչ թե ընդհանուր նպատակից է գալիս, այլ այսինքն մոտեցման խնդիրական, այսպես ասենք, որ մոլորության մեջ է, եթե այդ չի, այլ նպատակ է հետապնդում եւ դրանով թիրախավորում է քեզ, քո պայքարը, քո իրական մղումները, անկեղծ մղումները, բա իհարկե, բա պետք է տեղներ ցույց տաս, դերներ ցույց տաս, չափներ ցույց տաս, չափի էլ բերես, բայց ամեն ինչ իր ժամանակին, ես չեմ ուզում դեպքերից առաջ գնանք, հիմա մենք սպասում ենք ողջամիտ հատվածներ անցնում է։ Շնորհակալ եմ, պարոն Ավետիսյան, ես էլ լիահույս եմ, որ impeachment-ը կստացվի, որովհետեւ այնուամենայնիվ կարծում երկարամյա քաղաքական պատմություն ունեցող ուժը պատասխանատվությունը վերցնել, նախագահի պաշտոնը զբաղեցրած մարդն է պատասխանատվություն վերցրել եւ վստահ եմ դրանք ուղղակի դատարկ օդում ասված խոսքեր չէին։ Շնորհակալ եմ, ես չեմ զրուցում շնորհակալ։ ազգային ժողովի պատգամավոր Թադևոս Ավետիսյանից, տեսություն կհանդիպենք։